Նահանտապանում հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանին, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Այսօր մամուլից տեղեկացանք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը, այն հասցնելով 402 միլիոնի, նաև Երևանում են գտնվում TRIP+ առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը վերջիներս հանդիպում են ունեցել Միրզոյանի հետ եւ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել TRIP ծրագրին եւ երկուստեք ընդգծվել է ծրագրի գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը։ Գիտենք, որ այս ծրագրի իրականացման հարցում առանցքային նշանակություն ունի երկաթուղու կառավարման հարցի լուծումը, իսկ Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, պատրաստ է հարաբերությունները սրել, ոչ կառուցողական դիրքավորում որդեգրել, որպեսզի այդ հարցը չլուծվի։ Հիմա դուք հարցի լուծման հավանական որ սցենարն եք համարում։ Դե արդեն իսկ հայտարարվել է մրցույթ այն մի քանի կտրվածքների շուրջ երկաթուղու մասն է խոսքը գնում եւ մրցույթի ավարտից հետո ես հասկանում եմ, որ այդ մասը կոնցեսիա կդադարի, այդ մասի կտրվածքով գոնե եւ կվերադարձվի Հայաստանին կամ արդեն նոր այդ ղեկավարը կսկսի ղեկավարել, այլ տարբերակ պարզապես չկա, որովհետեւ բնականաբար ռուսները ոչ ցանկանում են, ոչ էլ ի վիճակի են, որպեսզի բերեն պատշաճ մակարդակի այդ կտորները, այդ հատվածները, նախ այնտեղ նաև խնդիր կա, թե ի վերջո մենք որ ստանդարտների շարժասանդուղք ենք ունենալու, որ ստանդարտների ընդհանրապես նաև ռելսերն են լինելու, կան եվրոպական չափանիշներով, կան այդ հին ցարական ժամանակաշրջանից, որն առ այսօր մենք օգտագործում ենք։ Այդ ստանդարտների այնտեղ միլիմետրերի տարբերություն կա, այդ ամենը պետք է արագ շատ շուտ լուծվի։ Ես թարպես կողմնակից եմ, որ կոնցեսիան ամբողջությամբ դադարեցվի, Ռուսաստանի ձեռքից վերցվի եւ փոխանցվի Հայաստանի տիրապետությանը։ Մենք կարող ենք այն ղեկավարել, մենք կարող ենք մրցույթ թարապես հայտարարել եւ նոր կառավարիչ գտնել, եվրոպական կառավարիչ, պարտադիր չէ, որ հենց Ռուսաստանի սրտով լինի, օրինակ մեկ ժամանակ ասում են կարող են արաբները լինեն, կարող են ղազախները լինեն, որպեսզի Ռուսաստանի սիրտը շատ չնեղվի։ Դե հիմա գիտեք ինչ կա, եթե դուք սրում եք ձեր հարաբերությունները, ապա այլ որն է այն խնդիրը կամ շահագրգռվածությունը, որ մենք էլ պետք է ձեր սրտով գնանք, ձեր սրտով անենք։ Մեզ պետք է օրինակ նույն վրացական փորձը, որ անգլիացիների հետ կարծեմ թե գերմանացիների հետ սկսեց ուրեմն համագործակցել երկաթգծու թալապես ուրեմն նոր շարժասանդուղքների, թե թալապես ռելսերի գործարկման եւ կիրառման ուղղությամբ եւ մենք տեսնում ենք, որ մի քանի տարվա ընթացքում վրացական երկաթուղիները այսօր բացառիկ դեր են խաղում երկրի տնտեսությունում, իրենք առաջատար բիզնեսն են նաև հանրապետության մակարդակով, նաև այդ հարկատուների կարծեմ top 5-ակում են գտնվում վրացական երկաթգծերը եւ մեզ պետք է նման երկաթգիծ, որովհետեւ 2008 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից, Հարավկովկասյան երկաթուղու կողմից օգտագործումը մեր երկաթգծի ցույց է տալիս, որ իրենք շատ վատ են իրագործել իրենց գործառույթը, որովհետև մենք այս պայդրությամբ չունենք նորմալ ոչ երկաթգիծ, մենք չունենք նորմալ ուրեմն սպասարկում, մենք չունենք նորմալ ինչ-որ ուղևորություններ, բացառությամբ Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, կարծես թե այլ լուրջ ուղղություններ չկան, կարծեմ 1-2 հատներ կան։ Ոչ տարբերակ չկա, իսկ այն գումարը որ իրենք ավելացնում են, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ երկավորը որ դարձել է $400 միլիոն, այն էլի բարձրանալու է, որովհետև այն զարգանալու միտում ունի, այդ TRIP+ հիմնադրամը իր մեջ ներառում է թե TRIP-ը, որը անցնում է Հայաստանի տարածքով, թե նաև այլ պետություններ, թե կենտրոնասիական 5 պետությունները, թե Ադրբեջանը, թե Վրաստանը։ Այսինքն բնականաբար, որ $400 միլիոն չի բավարարելու այն լուրջ պրոյեկտներին, որոնց Միացյալ Նահանգները միտված իրագործել այս տարածաշրջանում։
Պարոն Բլեյան, ամեն դեպքում հեռուստադիտողի համար, որպեսզի ավելի պարզ դառնա, մի փորձենք ճշտ կրտող հարցերով նորից վերադառնալ ձեր ասածին, այսինքն հիմա մենք ժամանակավոր լուծման ենք գնում դատական այդ process-ով, հա, միայն Սյունիքի հատվածի հարցն է լուծվելու, եւ սա որքանով կարող է բավարարող լինել հայկական կողմի կամ թրիփի իրագործմամբ շահագրգռված կողմերի համար։ Ըստ երևույթին մենք հիմա գնում ենք հատվածական լուծման, որովհետև խոսքը գնում է այդ Հայաստանից Նախիջևան, Հայաստանից Ադրբեջան, Հայաստանից Թուրքիա այդ կտրվածքներին, որքան ես գիտեմ, բայց բնականաբար, որպեսզի շատ չնեղվեն ռուսները, բայց բնականաբար սա խնդրի ժամանակավոր լուծում է, որովհետև եթե մենք խոսում ենք ապաշրջափակումից, եթե մենք ուզում ենք, որ ապաշրջափակումը ամբողջ Հայաստանի տարածքով լինի, այո, ամբողջ Հայաստանի մակարդակով լինի, այլ ոչ միայն թրիփ ձևաչափով։ Բնականաբար մենք պետք է ամբողջությամբ բարեփոխենք մեր երկաթուղիները։ Հայտարարված է մրցույթ, սպասենք մրցույթների արդյունքներին, գիտեք, դատական հայցը ես կարծում ռուսները միգուցե նախաձեռնեն, ոչ թե մենք պետք է գնանք դիմենք արբիտրաժ եւ պահանջենք ռուսներից ինչ որ մի բան։ Դա մեր սեփականությունն է, մենք միակողմանիորեն չեղարկում ենք պայմանագիրը կամ փոփոխում ենք եւ եթե ռուսները դեմ են դրան, իրենք պետք է դիմեն արբիտրաժի դատարան, որպեսզի պահանջ ներկայացնեն եւ հետո մենք կարող ենք արդեն կամ արբիտրաժում կամ արբիտրաժից դուրս, հա, դատական հայցից դուրս գանք համաձայնության, փոխհամաձայնության։ Իրենք արդեն իսկ ինչ կարծեմ $400 միլիոն գին են առաջարկել կամ այսպես բարձրաձայնել, որ այսքան կարժենա, որպեսզի մենք դուրս գանք։ Մենք էլ այստեղ հարցեր ունենք իրենց, որովհետև դեռ 2018 թվականին քրեական վարույթ էր նախաձեռնվել հայկական երկաթուղիներում, հետո դա Լավրովի դժգոհությունից հետո սառեցվեց, առ այսօր այն ոչ փակված է, ոչ ընթացք կա, արկախված իրավիճակում է գտնվում այդ քրեական գործը, եւ եթե իրենք ուզում են, որպեսզի մենք շարունակություն տան դրանք, մենք կարող ենք դրան շարունակություն տալ։ Եվ եթե մենք դրան շարունակություն տալ, այնտեղ տնտեսական հանցագործությունների մասին լիքը բացահայտումներ կլինեն։ Բացի դրանից, եթե իրենք ուզում են դիմել, նույնիսկ եթե մենք չանդրադառնանք քրեական վարույթին, տնտեսական այդ հանցագործություններին, ապա տնտեսական այլ հարցեր կան, որովհետև պայմանագրորեն իրենք չեն կատարել իրենց կատարածը, որովհետև իրենք բազում միլիոն դոլարների հասնող ներդրումներ պետք է կատարեին, այդ ներդրումները մենք տեսնում ենք, որ չեն իրագործվել, որովհետև ցանկացած զվոք կարող է գնալ ոչ թե ինչ-որ մեկ այլ կայան, այլ գնալ կենտրոնական, հա, այդ հայրենիքի կայանը եւ տեսնի, թե ինչ իրավիճակում է մեր երկաթուղին, Սասունցի Դավիթ կայարանը նկատի ունեմ եւ պարզ կդառնա թե արդյոք իրենք ներդրումներ կատարել են եւ եթե ներդրումներ կատարել են արդյոք այդ ներդրումները թղթի վրա են եղել թե իրապես հողի վրա եւ արդյոք այդ ներդրումներն իրապես իրագործվել են եւ այնտեղ նույնպես չկան կոռուպցիոն ռիսկեր եւ դա էլ պետք է ուսումնասիրվի։ Դա ես չեմ կարծում ռուսների շահերից է բխում գնալ արբիտրաժ։ Ձեր այս նկարագրածի ֆոնին, պարոն Բլեյան, նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի հաղթահարում մոտակա հեռանկարում չակնկալել։ Այսինքն ինքնաբերաբար խնդիրները ավելի են սրվելու, որովհետև շահերի բախում կա։ Իրենք սրում են, կատնամթերքն են արգելափակում, բժնին արգելափակեցին եւ դա Դե մինչև ընտրությունները կանխատեսում կար, որ գուցե Ռուսաստանի վերաբերմունքը փոխվի, բայց ես ուրախ եմ, որ վերաբերմունքը չի փոխվում։ Ես ուրախ եմ, որ այդ բաժնեմիջոցները գործում են եւ մեր գործարարները, տնտեսվարողները հասկանում են, որ սա երկարատև պատժամիջոց է, սահմանափակում է, իսկ դա նշանակում է, որ իրենք պետք է գտնեն այլ շուկաներ եւ իրենք արդեն իսկ գտնում են այդ շուկաներ։ Եվ մենք գրեթե ամեն շաբաթ տեսնում ենք նորություններ, թե ուր է հասել մեր ծաղիկը, ուր է հասել մեր ալկոհոլային խմիչքները, ուր են հասել, եվրոպական շուկաներ են իրենք հասնում, ծիրանը, մնացած տեղերը եւ դա շարունակական բնույթ պետք է կրի, որովհետեւ այս պայդրությամբ դեռ երկար ժամանակ ռուսական շուկան մեր համար լինելու է ոչ հուսալի։ Ոչ հուսալի, անկախ նրանից, եթե իրենք դա կբացեն, թե չեն բացի, եթե իրենք վաղը բացեցին եւ մեր գործարարները ամբողջությամբ նորից նետվեցին այդ ուղղությամբ,
իրենք կարող են հենց դա էլ օգտագործեն եւ նորից փակեն, որպեսզի վնաս հասցնեն։ Բայց միայն մեզ չեն, չէ՞ վնաս հասցնում, պարոն Բլեյան։ Թե այս process-ից միայն գլխավորապես առավել շատ հայկական կողմն է տուժում։ Ես ուզում եմ հասկանալ, այո, Ռուսաստանը, երբ որ այդպիսի սահմանափակում կամ պատժամիջոցներ է մտցնում, արդյոք դրանից միայն հայկական կողմն է տուժում, եթե ոչ ռուսական կողմն էլ է տուժում, ապա նրանց տնտեսական այդ պատերազմ վարելու պոտենցիալը որքան մեծ է։ Իրենք թալապես տնտեսական հաշվարկներ չեն անում, որովհետև իրենց համար կարևորը պատերազմը։ Հիմա եթե մենք ուկրաինական պատերազմը տեսնենք, իրենք միլիարդավոր դոլարներ են ծախսում ուկրաինական պատերազմի վրա, իրենց տնտեսությունը ճգնաժամային վիճակում է, անհուսալի իրավիճակում է, բայց իրենք այդ ամենը ուշադրությանը չեն դարձնում, մենք տեսնում ենք վալբերիզները, արդեն օզոնները օդ են թռնում, բայց իրենք շարունակում են վարել այդ պատերազմը եւ տրամադրվածություն չունեն փոխելու իրենց գիծը, հա, կանգնեցնելու պատերազմը եւ նույն կերպ հիմա իրենք վարում են հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ հիբրիդային պատերազմը կարող են ունենալ տնտեսական իղձեր, բայց իրենք պատրաստ են այդ ուրեմն տնտեսական բոլոր հաշվարկները մարսել հանուն այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենա զարգացում, հանուն Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենա ժողովրդավարական բարեփոխումների առաջընթաց, խաղաղության գործընթացի առաջընթաց, սա մենք պետք է հասկանանք, որ անկախ դրանից թե մենք ինչ անենք, իրենք սրելու են, որովհետև եթե մենք ուզում ենք, որպեսզի իրենք չսրեն, մենք պետք է հետ կանգնենք ժողովրդավարությունից, մենք պետք է հետ կանգնենք խաղաղությունից, մենք պետք է հետ կանգնենք զարգացումից, իսկ զարգացումը եւ հնազանդվենք, դառնանք նորից հպատակ։ Եթե մենք պատրաստ ենք դրան, ես պատրաստ չեմ։ Հիմա եթե պետությունը պատրաստ է դրան, ուրեմն պետք է ասենք լավ։ Ցտեսություն Միացյալ Նահանգներ, ցտեսություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրած իրավիճակ, դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով եւ պատերազմական հնարավոր բռնկումներով։ Ես պատրաստ չեմ դրան։ Դուք անձնապես եք ասում, բայց մեր ընտրությունների արդյունքները արդյոք ցույց չտվեցին, որ հանրության մեծ մասը ամեն դեպքում պատրաստ չէ նման հնազանդության ու նման սցենարի։ Հանրության մի մասը չի գիտակցում, թե ինչի մասն է խոսքը գնում, որտեղ հանրության մի մասը էլի նույնպես ուզում է խաղաղություն, բայց ուզում են խաղաղություն Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչյանի պատկերացրած խաղաղությունում։ Ես հիշում եմ մի այնպիսի երգիծական տեսանյութ կար, երբ դեռ Ռոբերտ Քոչյանի տարիներին մեկը լուրերը դիտելիս լացում է, կողքին ասում է, թե ինչու ես լացում, ինքը ասում է, ես ուզում եմ Հայաստանում ապրեմ, ասում է դու արդեն ապրում ես Հայաստանում, ասում է չէ, ես ուզում եմ լրաբերի վարած Հայաստանում ապրեմ։ Հիմա այդ մարդիկ ուզում են Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչյանի հայտնած եւ հայտնագործած Հայաստանում ապրեն։ Կներեք, Ռոբերտ Քոչյանի Հայաստանում մենք ապրել ենք եւ շատերը հիշում են այն երիտասարդները, ովքեր գնացել եւ ձայն են տվել հանուն Ռոբերտ Քոչյանի, իրենք չեն հիշում, իրենք կարող են հարցնել իրենց ծնողներին, բայց իրենք այդքան հանդուգն են եւ փորձում են ուրեմն շրջանցել այդ կարևոր բանը պահը։ Դե կներեք, այլ տարբերակ չկա։ Հայաստանի Հանրապետությունը այլ տարբերակ չունի։ Հետո բացի դրանից ընտրություններից հետո ագին բան է փոխվել եւ իրենք էլ տեսնում են, թե իրենց այդ Ռոբերտ Քոչյանի հայտնած ուժեղ դաշնակիցը, չէ, հզոր դաշնակիցը ինչ իրավիճակում է հայտնվել, ինչ անհուսալի իրավիճակում է հայտնվել, եւ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ քաղաքացիների մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը այնուամենայնիվ ուզում է, որպեսզի Հայաստանում լինեն ազատ արդար ընտրություններ, որպեսզի Հայաստանը ընդգրկվի քաղաքակիրթ աշխարհում, որպեսզի Հայաստանում թոշակները լինեն այն մակարդակի, որոնք այն կան ոչ թե Ռուսաստանում, այլ Եվրոպական միության երկրներում, այդ թվում Եվրոպական միության ասենց ասեմ, անբարենպաստ տնտեսական առումով երկրներում դիցոք Ռումինիայում կամ Բուլղարիայում, որտեղ այո, թոշակներն ավելի բարձր են, քան այդ գերհզոր Ռուսաստանի Դաշնությունում։ Սա պետք է բացահայտ խոսել, բացատրել այդ մարդկանց, որ ժողովուրդ ջան, եթե համեմատում եք, եկեք համեմատենք։ Հիմա այս անծայրածիր Ռուսաստանն իր բոլոր ռեսուրսներով ուր են իրենց այդ բարվոք վիճակը։ Եկեք մեկ շնչի նկատող հնայի արժեքը համեմատենք եվրոպական երկրների հետ կամ նվազագույն աշխատավարձը համեմատենք, հերթով կարող ենք խոսել։ Պարոն Բլեյան, նոր խորհրդարանի աշխատանքին գալով մենք տեսանք, որ
Ընդդիմադիր պատգամավորները իրենց ելույթներում շեշտը դրել էին թուրքերի, ադրբեջանցիների հետ շփումների վրա, տարբեր գնահատականներով, պարզապես բովանդակային առումով շատ պրիմիտիվ հարցադրումներ էին, հարց է առաջանում կամ փորձենք հասկանալ, արդյոք Ռուսաստանը այս ուժերին խորհրդարանում տեսնում էր հենց այսպիսի հարցադրումներ հնչեցնելու համար։ Ես առանձնահատուկ ուշադրություն կուզենամ դարձնել Արման Եղոյանի արված հայտարարությունների վրա, որ ես կուզեմ, որ պարոն Եղոյանի այդ գիծը, որ նա բռնել է, լինի շարունակական։ Ժամանակին մենք ունեինք լուսահոգի Վիգեն Խաչատրյանը, ով կարողանում էր անկաշկադ բարձրաձայնել եւ սուր հարցեր բարձրաձայնել, եւ ես հույս ունեմ, որ Արման Եղոյանը կլինի այն падգամավորը կամ падգամավորներից մեկը, որը անկաշկանդ կխոսի Հայաստանի ապագաղութացումից։ Եվ այո, այն ինչ նա ասում էր, դա միայն այս 9-րդ գումարմանը չի վերաբերվում, դա վերաբերվել է նաև 8-րդ գումարմանը ազգային ժողովի եւ այդ ընդդիմադիրները, որոնք ես կարծում եմ ոչ թե ընդդիմադիր են քաղաքական մեծամասնությանը, այլ ընդդիմադիր են պետությանը, պետականությանը, իրենք զբաղված են լինելու ամեն ինչով, բացի հայանպաստ գործունեությամբ։ Իրենք զբաղված են լինելու հենց հակահայկական գործունեությամբ, որովհետև այդ հարցադրումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե որտեղից են աճում ականջները։ Իսկ ականջները աճում են Կրեմլից, Հյուսիսից, Ռուսաստանից, որովհետև իրենք ստացել են հերթական իրենց ուղենիշը, թե որ ուղղությամբ պետք է գնան։ Ռուսաստանը ավելի ծանրակշիռ հանձնարարականներ չուներ տալու հարցադրումների իմաստով, որ մենք այլ բովանդակություն լսեինք, ինձ հետաքրքիր է, չկար Ռուսաստանի շահերից բխող այլ բովանդակություն կամ ավելի ծանրակշիռ հարցադրումներ։ Բայց ուր այնտեղ բովանդակություն, իրենք ովքեր են, որ բովանդակություններ կարողանան առաջ բերեն։ Սա են իրենք։ Փաստորեն եւ հրահանգողը եւ կատարողը, չգիտեմ, ես պատերազմ եմ մասնակցել, ինձ այդ հարգանքով կխոսես, այս իրավիճակը լինելու է շարունակական, որովհետև իրենք ինչպես են արդարացնելու, որ այն հանգամանքը, որ 300,000 հոգի ադրբեջանցի այդպես էլ չեկավ Հայաստան։ Ինչպես են իրենք արդարացնելու, օրինակ Նարեկ Կարապետյանը փորձում էր վերջերս արդեն արդարացումներ գտնել, թե ինչու են իրենք այդ թեզն առաջ քաշում, բայց չի կարելի, հասկանում եք, ամեն ինչ ունի չափ ու սահման, եւ երբ դու խաղում ես մարդկային հույզերի, կյանքի, վախերի, նյարդերի վրա, դու պետք է պատասխանատվություն կրես, քաղաքական պատասխանատվություն, եւ այս ընթացքում իրենք պետք է կրեն այդ քաղաքական պատասխանատվությունը, բայց ցավալին այն է, որ իրենք պատասխանատու չեն, իրենք հաշվետու չեն քաղաքացիներին։ Եվ քաղաքացին էլ իրենց ստիպելու մեխանիզմ չունի։ Եվ իրենք չեն էլ կարծում, որ իրենք հաշվետու են կամ իրենք քվե են ստացել քաղաքացիներից։ Իրենք հաշվետու են Ռուսաստանին, իրենք հաշվետու են Մոսկվային։ Այս է խնդիրը, այդ համար ենք մենք ասում, որ շատ կարևոր է, որպեսզի ընդդիմափոխություն տեղի ունենա, որպեսզի ընդդիմությունը նույնպես հաշվետու լինի իր քաղաքացիներին, որպեսզի ընդդիմությունը հասկանա, որ նա հնարավոր այլտրանքային իշխանությունն է, փաստացի չկորցրեցինք այդ հնարավորությունը ընդդիմափոխության, ինչպես նաև իշխանափոխության, ինչպես ասում է Սամվել Կարապետյանը։ Նա դեռ համարում է, որ իշխանափոխություն հնարավոր է, եթե ինքը մնա քաղաքական պայքարի մեջ, դա բխում է հայ ժողովրդի շահերից, ասում է առանց ինձ չեն կարող սրանց հեռացնել։ Նա երազում է, որպեսզի Հայաստանում օրենսդրորեն իր կուսակցությանը արգելվի զբաղվել քաղաքականությամբ կամ փակվի, կամ որպեսզի նա չզբաղվի քաղաքականությամբ, եթե ընտրակաշառքի այդ զարհուրելի քանակի հասնող քեյսերը ի վերջո բերեն իրենց դատական վճռի, եւ ես հույս ունեմ, որ հենց դա էլ կլինի դրա հետևանքը։ Ես պատկերացնում եմ, թե որքան ուրախ կլինի Սամվել Կարապետյանը, որպեսզի հայտնի Վլադիմիր Պուտինին, որ նա օրենսդրորեն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, խնդրում եմ ինձ բաց թող։ Ես այստեղ էլ գործ չունեմ անելու, կարող ես ուրիշին ներգրավի։ Վստահությամբ կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը շատ ուրախ կլինի, այդ թվում նաև Ռոբերտ Քոչյանը ուրախ կլինի, որպեսզի նա չզբաղվի քաղաքականությամբ, որովհետև իրենք ներքաշվել են այս մինի մեջ, մեկը վերադարձել է, մեկը ներքաշվել է, ոչ իրենց կամոք, որովհետև իրենք ցանկություն չունեին սրանով զբաղվել։ Կարապետյանը խոսում էր դեռ 24 թվականին, որ նա հերոյ է քաղաքականությունից։ Բա սեփական ունեցվածքը պաշտպանելու այդ մոտիվը։ Դե հենց դա վտանգի տակ էր, դրա համար նա սկսեց զբաղվել Սամվել Կարապետյանը։ Ռոբերտ Քոչյանը կարող էր շատ հանգիստ գնալ արդեն ուրիշ երկիր, նոր ունեցվածք դիզել, իրենցից ինչքան էլ վերցնես, նա մեկը ունի։
այնպես չէ որ միայն Հայաստանում ունի։ Եվ հետևաբար շատ հանգիստ կարող է նա տեղափոխվել, մանավանդ որ իր թորները ուրիշ երկրում են արդեն ծնվում, այսինքն իրենք կապել չունեն Հայաստանի Հանրապետության հետ, հեռահար կապ չունեն։ Այսինքն իրենք արդեն իսկ նախապես որոշել են, որ իրենք չպետք է ապրեն Հայաստանում։ Ուղղակի իրենց սպահում է այստեղ այն, որ հրամանն են կատարելու։ Հիշում եք այդ ձայնագրությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինից խնդրում է, որպեսզի ազատ ելք ապահովի, որ նա դուրս գա քաղաքականությունից, քանի որ վերադարձել էր Պուտինի խնդրանքով։ Առ այսօր չկա որևէ դատական հայց, որ այդ ձայնագրությունը կեղծ է, հետևաբար ես կարող եմ ենթադրել, որ այդ ձայնագրությունը իսկական է։ Շնորհակալություն, այս պահին եկեք մեր եթերում գովազդ հայտարարենք, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Նոյան եթերում հրատապ հարցեր հաղորդաշարն է, հիշեցնեմ, որ զրուցում եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլ Բլեյանի հետ։ Պարոն Բլեյան, ամեն դեպքում վերադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ուշագրավ է, որ ասում է մենք ամեն ինչ անելու ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Սա համարել առաջընթաց, որ իրենք հրապարակային ասում են, որ չեն տանելու երկիրը ցնցումների, կամ արդյոք իրենք ունեն ներուժը այս ընտրություններից հետո երկիրը ցնցումների տանելու։ Ցնցումները ինչ պետք է անեն, փողոցային պայքարի գնան։ Չգիտեմ ինչ նկատի ունենան։ Դե գաղտնի պլան ուներ Սամվել Կարապետյանը, ըստ այդ գաղտնի պլանի Ալեն Սիմոնյանը այլևս ազգային ժողովի նախագահ չի,
Կարծեմ ըստ այդ պլանի Մխիթար Հայրապետյանն այլևս նախարար չի։ Իսկ այդ մարդ անլուրջ մարդ է, ինչը քննարկենք ախր իր ասածները, որովհետև ինչ է նշանակում բան ունի անիճը, ցնցումների չի տան։ Ամենամեծ ցնցումը ինքն էր, երբ որ հայտարարում էր, որ 300,000 հոգի ադրբեջանցի պետք է գա Հայաստան, եթե նա չդառնա վարչապետ։ Իրենք չդարձան վարչապետ, 300,000 հոգի չեկան։ Այն ժամանակ չէր մտածում ցնցումների մասին, հիմա է մտածում։ Կամ Նարեկ Արպետյանը հայտարարում է, որ մենք սրում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երկաթուղիների հարցով։ Այսինքն Նարեկ Արպետյանի սրտով է այն ինչ տեղի ունենում մեր երկաթուղիներում։ Կամ իրենք ի վերջո հարց չունեն, օրինակ գազին, իրանք հարց չունեն, գիտեք ինչն է հետաքրքիր, կարող ես անհամաձայն լինել հայ իշխանության հետ, բայց երբ տենում ես որևէ այլ երկիր կոնկրետ ագրեսիայի դիմում քո պետության հանդեպ, դու պետք է ի վերջո Առաջինը դու պետք է արձագանքներից մեկը նաև լինես դրան, հակադարձողներից մեկը պետք է լինես։ Առ այսօր իրենք չեն ասում, որ այնինչ անում է Ռուսաստանը սխալ է անում այդ սահմանափակումների կտրվածքով։ Չկան։ Այդ է խնդիրը։ Այսինքն իրենք ուրախ են այդ ամենի համար։ Ես էլ եմ ուրախ, բայց իրենք ուրիշ բանի համար են ուրախ։ Իրանք ուրախ են, որովհետև մտածում են, որ կան վատ Հայաստանի Հանրապետության համար, այդքան լավ իրենց համար։ Եվ այնքան մեծ հնարավորություն կա իշխանափոխություն անելու։ Ես մտածում եմ, որ որքան հայ ժողովուրդը տեսնում է, որ Ռուսաստանը անհուսալի դաշնակից է, գործընկեր է, թե ռազմական, թե անվտանգային, թե տնտեսական առումով, թե առևտրային առումով, այնքան շուտ մենք կձերբազատվենք այդ մետրոպոլիայից։ Եվ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այդ ուղղությամբ, եւ ես ուրախ եմ, որ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ուղղությամբ։ Բայց այստեղ իշխանությունը պետք է արագացնի, որտեղ ժամանակը ցույց է տալիս, օրինակ, որ առաջ մենք չունենք մոտ 400-500 հազարանոց զանգված, ընտրազանգված ռուսամետ։ Մինչև 18 թվականը, այո, շատ ավելի մեծ է եղել։ Գրեթե ամբողջ բնակչությունն է եղել ռուսամետ։ Բայց հետո իրադարձություններ են տեղ ունեցել, որոնք ստիպել են հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց գիտակցել, ով է քո բարեկամը, ով է քո ոխերիմ, դաշնակիցը, ով է քո ընկերը, ով է քո գործընկերը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դաշնությունը չի հանձնվում։ Տեսեք, քանի վալբերիզներ են այնտեղ օդ հելնում, իրենք մի բառ չեն խոսում դրանից։ Հակառակը խոսում են մեր ձկնորսների, ասենք, բանից, ցույցերից։ Խոսում են մեր սահմանափակումներից։ Դե գյուղացու մասին են մտածում։ Շատ են մտածում, հա։ Բայց դա նշանակում է, որ իրենք չեն ուզում հանձնվել։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք։ Այսինքն որքան սրեն, թող սրեն։ Որովհետև իրենք են սրողը, մենք չենք սրում։ Հիմա մենք ուզում ենք նորմալ երկաթուղի ունենանք, մենք մեղավոր ենք, որ մենք ուզում ենք նորմալ երկաթուղի ունենանք։ Ես չեմ հասկանում։ Մենք ինչն են իրենք ուզում, որ մենք քննարկենք։ Մենք ուզում ենք ժողովրդավարական երկիր լինենք, մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի։ Մենք մեղավոր ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն լինի։ Դե ըստ կայսրության իհարկե մեղավոր ենք, որովհետև մենք չենք կարող լինել անկախ։ Մենք իրենց մարզն ենք առնվազն։ Բայց իրանք էլ ինչ մեթոդիկա պետք է ուղարկեն Հայաստան դաշինք եւ Հզոր Հայաստան կուսակցությանը։ Որ իրենք ինչով պետք է զբաղվեն ազգային ժողովում։ Ես սպասում եմ այն օրվանը, երբ Հայաստան դաշինքից կամ ուժեղ Հայաստանից ռեֆորմի մասին մի հատ հարց կբարձրաձայնվի ազգային ժողովում, որ ասեն քաղաքացիական պայմանագիր, դուք այս ռեֆորմը բերել եք, իրագործել եք, կիսատ պրատ է եղել, հələ տեսեք ինչքան բաց թողում կա։ Ու մենք պատրաստ ենք լուծումներ տանք, ասենք թե ոնց կարող եք անել, որ այս ռեֆորմն, այս բարեփոխումը լինի ամբողջական։ Մենք 21 թվականից ի վեր չենք տեսել այդպես մի բան, պատիվ ունեմից եւ Հայաստան դաշինքից։ Պարոն Բլեյան, դուք այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը հիշատակեցիք, բայց նույն հաջողությամբ մենք հիշենք Փաշինյանի հայտարարությունը, եթե սահմանադրական մեծամասնություն չլինի խորհրդարանում, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիմա այդ առումով նման չեն ընդդիմություն իշխանություն, պատերազմ կամ պատերազմի հավանականությունը դուք ինչպես եք գնահատում։ Կան նմանության եզրեր, բայց այնտեղ կա նաև իրականության հետ առնչվելու պատրաստակամություն։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը դա հայտարարում էր, խոսքը գնում էր սահմանադրական մեծամասնության համար, այն բանի համար, որպեսզի նա կարողանա գնալ սահմանադրական փոփոխությունների։ Եվ եթե չի կարողանում գնալ սահմանադրական փոփոխությունների, նա վախեցնում էր նրանով, որ Ադրբեջանը դա կօգտագործի որպես կազուս բելի, որպեսզի պատերազմական գործողությունների գնա։
Ես չգիտեմ միգուցե կա այդպիսի վտանգ, ես չեմ կարծում որ կա այդպիսի վտանգ, կամ եթե կա այդպիսի վտանգ, ապա դա այն շատ ցածր է։ Եվ այո, իշխանությունը փորձում էր այդ վտանգն օգտագործել, մի փոքր ուռճացնել, որ այդպիսի վտանգ կա, որպեսզի տվեք մեր սահմանադրական մեծամասնությունը, որպեսզի մենք կարողանանք սահմանադրական փոփոխությունների գնանք, որպեսզի մեկ օր շուտ ստորագրենք սահմանադրության խաղաղության պայմանագիրը ստորագրենք, հանրակրվե իրականացնենք։ Այսինքն գոնե իրենց ցանկությունը եղել է ազնիվ այն առումով, որ միտված եղել հանուն խաղաղության։ Դե հիմա նշանակում է խաղաղությունը չի լինելու, այդ խաղաղության պայմանագիրը չի լինելու։ Չկա սահմանադրական մեծամասնություն, Ադրբեջանը իր այդ պահանջից չի հրաժարվում։ Դե տեսեք, դե չի հրաժարվում։ Ենթադրենք չենք ստորագրում խաղաղության համաձայնագիրը, ունենք այդ նախադաստորագրված իրավիճակը։ Հիմա եթե դա չի բերում էսկալացիայի, բայց եթե դա ինչ որ մի չափ կբերի հայ-թուրքական սահմանի բացմանը, կամ կարողանանք առևտրային տնտեսական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ շարունակել խորացնել, դե եթե չեն ուզում թող չստորագրեն, թող լինի այդպես արկախված։ Ես կարծում եմ, որ որքան մենք խորացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, այնքան այդ համադրական պահանջը իջի կդառնա եւ մի օր էլ Ալիևը կհայտարարի, կասի, չգիտեմ, դիցուկ իշխանությունը հրապարակում է այդ դրաֆտը սահմանադրության, նախագիծը եւ դա նա համարում է բավարար, որպեսզի գնա փոփոխություն, որովհետեւ իրականում սահմանադրական փոփոխությունը ախր ոչ մի կապ չունի պահանջատիրության հետ, որովհետեւ ինչ սահմանադրություններ ուզում ես ունենաս, եթե վաղը չէ միսօրը գա այնպիսի իշխանություն, որը ուզենա ոտնձգություն կատարել Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ տարածքի նկատմամբ, իրենք չեն նայելու թե սահմանադրության մեջ կա այդ նախաբանը, չկա այդ նախաբանը, ինչ է գրված, որ Ալիևյան ռեժիմը բլեֆ է անում, պարոն բլեֆ։ Այո, ի սկզբանե դա եղել է պատրվակ չստորագրելու սահմանադրական ներողություն խաղաղության համաձայնագիրը եւ ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք աշխատել նաև մեր միջազգային գործընկերների հետ կարողանանք Իլհամ Ալիևին բերել խաղաղության համաձայնագիր ստորագրմանը, ընդ որում ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացմանն էլ մենք պետք է Միացյալ Նահանգների մեր գործընկերներին ներգրավենք, որպեսզի կարողանանք մի օր շուտ բացենք, որովհետև դա նաև մեզ կօգնի դիվերսիֆիկացնել մեր առևտրային հարաբերությունները այլ երկրների հետ, մասնավորապես արաբական աշխարհի հետ, Թուրքիայով, Եվրոպական միության շուկաների հետ էլի Թուրքիայով եւ ոչ միայն Վրաստանով, դա կնվազեցնի մեր կախվածությունը Վրաստանից։ Իսկ վերադառնալով այն հարցին, իսկ ինչ էր ասում Սամվել Կարապետյանը, նա առաջ էր բերում 300,000 հոգու ադրբեջանցու, որը պրակտիկորեն անհնար է պատկերացնել։ Հնարավոր չէ, ես օրինակ չեմ պատկերացնում, որ նույնիսկ այդ ավտորիտար Ադրբեջանը կարողանար 30,000 հոգու ստիպել, որպեսզի իրեն գան սահմանը անցնեն եւ բնակություն հաստատեն Հայաստանում։ Իսկն դա պրակտիկ առումով նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե ով կհամաձայնվեր։ Շատ լավ, ամփոփելով, պարոն Բլեյան, շատ կարճ, ամեն դեպքում Պուտին-Փաշինյան զուտ երկրի ղեկավարներ շփումների առումով ինչ ակնկալիք ունեք, ինչ եք սպասում։ Դե տեսեք, հեռախոսազրույցը փաստացի ինչպես է գնահատում։ Փաշինյանը փորձեց նախ Միշուստինի հետ այդ հարցը լուծել, ինչ որ նախապատրաստական աշխատանքներ տարվեցին, հետո նա փորձեց այդ հարցը լուծել արդեն Պուտինի հետ։ Կարծում եմ դա նաև ցուցադրելու համար է, որ դե չի լինում էլի իրենց հետ։ Դե չկա այդ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը չես կարող վարել Ռուսաստանի հետ։ Մենք կարող ենք բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն վարել, օրինակ Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, Իրանի եւ Իսրայելի հետ մեր հարաբերություններում, Եվրոպական միության հետ եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանին որպես պետություն։ Ռուսաստանին պետք է Հայաստանի Հանրապետությունը որպես մանրադրամ, որ իր հարաբերությունները օրինակ Ադրբեջանի հետ բարելավի։ Հա, այդպես էլ ասում են, կամ հարաբերությունները լինելու են էքսկլյուզիվ, կամ չեն լինելու։ Դե ինքը ասում է էքսկլյուզիվ, բայց իրականում հպատակ։ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ասել, Ռուսաստանի Դաշնության նախագահը մեզից հպատակություն է պահանջում։ Էքսկլյուզիվ հարաբերություն դա է նշանակում։ Էքսկլյուզիվ հարաբերությունը ո՞րն է։ Իրավական մի հատ կարող եմ կարդալ որտեղ է գրված։ Ինչ է նշանակում էքսկլյուզիվ։ Իսկ ինչ է նշանակում էքսկլյուզիվ, բայց ինչու էքսկլյուզիվ։ Դուք ձեր հարաբերությունները Հայաստանի հետ էքսկլյուզիվ եք պահում։
Լավ, ենթադրենք դուք էքսկլյուզիվ եք հասկանում, հենց այնպես ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց ինչի եք այդ ձեր սերը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ օգտագործում են դեմ մեզ Հայաստանի Լեռնային Ղարաբաղի։ Դուք էքսկլյուզիվ եք։ Ինչ եք մեզից էքսկլյուզիվություն պահանջում։ Լավ, դրա տեղը մենք ինչ ենք ստանում։ Ախա լավ, ենթադրենք հա Սամվել Կարապետյանը եկավ, այնպես պրոռուսական, Պուտինի եղբայր եւ այլն, կրտսեր եղբայր, եթե կուզեք։ Լավ, ինչ եք մենք դրանց ստանում։ Ինչ կար Ռուսաստանը մեզ ինչ կարող է տալ։ Ինչ ունենք մենք ակնկալելու Ռուսաստանից։ Տեխնիկայա, ռազմական տեխնիկայա, Ալիևն է վախենում Պուտինից, ծաղրում էր մի քանի օր առաջ, բոլորս էլ տեսանք, թե ինչ ծաղրանքի էր արժանացրել Ալիևը Վլադիմիր Պուտինին։ Իսկ չեն վախենում այդ մարդուց, ուղղակի ձեռքը միջուկային կա, մի քիչ փորձում են լեզու գտնել։ Այսինքն զարգացումը ապահովելու, օրինակ մեր 10 քանի տարվա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ինչ բերեց Հայաստանի Հանրապետությանը։ Մենք շատ լուրջ տնտեսական ինչ որ պրոյեկտներ ունենք, համատեղ հայ-ռուսական ինչ որ ձեռնարկություններ ունենք հիմնած, ռազմական ոլորտում, ռազմաարդյունաբերական ոլորտում, ինչ ունենք մենք, ինչ ա տվել Ռուսաստանը։ Ուր են այդ երկաթուղին օրինակ ինչ մի օրինակ, որ մենք տեսնենք, ասենք, այս Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տնտեսական, անվտանգային, ռազմական բերել իր բարիքները։ Ուր է այդ բարիքները։ Լավ, անցյալը գնաց, ինչ կարող ենք առաջարկել։ Ենթադրենք, այն որ ասում են բարեխիղճ դաշնակից չէ։ Հասկացանք, բարեխիղճ դաշնակից չէ։ Լավ, ինչ կարող ենք առաջարկել իրենք մեզ։ Այսինքն հարաբերությունները գնալու են չլինելու տրամաբանությամբ։ Լինելու են ինչ-որ մեծ պետություն է, այնտեղ ունենք մոտ 900,000 հոգանոց հայկական համայնք, ըստ պաշտոնական տեղեկությունների։ Դե ունեն գնալ գալ եւ այլն։ Առևտրային ինչ հարաբերություններ կլինեն։ Հիմա մենք ոչ չենք ասում, եթե օրինակ սկսեցինք գազ գնել Իրանից, Թուրքմենստանից եւ Ադրբեջանից, նշանակում է ռուսական գազ չեն գնի։ Ես օրինակ դեմ եմ։ Ես կուզեմ, որ նաեւ Ռուսաստանից գնենք, որպեսզի մրցակցություն լինի։ Այսինքն մնացածը ինչ։ Հիմա եթե իրենք ուզում են մեր ծաղիկը, թող ուզեն մեր ծաղիկը, մենք կվաճառենք իրենց ծաղիկը, գործատուն ավելի շատ փող կաշխատի։ Բայց ինչ են իրանք մեզ առաջարկում։ Տեխնոլոգիա ունեն, տիեզերք ունեն, ոչ մի բան չունեն այդ մարդիկ։ Այնա Հյուսիսային Կորեայից նորից բալիստիկ հրթիռներ են բերել։ Իրենք Հյուսիսային Կորեայի հույսին են մնացել, որպեսզի կարողանան Ուկրաինայում ինչ-որ հաջողության հասնեն։ Բայց էլի դա չի օգնելու իրենց։ Կամ լավ այդ վայրագ այդ մարդասպանությունը, որ մենք տեսնում ենք, լավ մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, մենք չունենք վերաբերմունք այդ ինչ են իրանք անում Ուկրաինայում։ Իսկ իրենք գնացել են ուկրաինացիների այդ արևելյան շրջանի ժողովրդին փրկելու, ինչպես Պուտինն էր ասում, եւ իրենց ոչնչացնում են։ Մենք դրանից հետո պետք է գնանք Վալդբերեզում առևտուր անենք, որպեսզի մեր հարկերից էլ, մեր բաներից էլ իրենք կարողանան այդ պատերազմը շարունակեն։ Վերաբերում պետք է ունենանք մեկ այդ ամենին։ Շնորհակալ եմ։ Միշտ սիրով։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։